Հոկտեմբերի 4-ի ցույցի ժամանակ ձերբակալված անձանց մի մասը հաշտության համաձայնագիր է կնքել։ Նշված գործով մեղադրվող 13 անձանցից 12-ը ընդունել են իրենց մեղքը։ Դատական նիստում միայն մեկ մեղադրյալ Մանուչար Միքելաձեն հրաժարվել է համաձայնագիր կնքելուց։ Նրան սահմանվել է 5 տարվա ազատազրկում։ Հաշտության համաձայնագրի շրջանակներում 12 անձանցից յուրաքանչյուրին սահմանվել է 1 տարվա իրական ազատազրկում և 3 տարվա պայմանական պատիժ։ Խոսքը վերաբերում է Գեորգի Կիրվալիձեին, Սիմոն Մախարաձեին, Կախաբեր Կվաճանտիրաձեին, Գիա Թոլորայային, Միխեիլ Թոլորայային, Ավթանդիլ Թոփչիշվիլիին, Յուրի Լոմիձեին, Դավիթ Գյունաշվիլիին, Գեորգի Տալախաձեին, Բեքա Մաճավարյանիին, Սաբա Կորձայային և Կոպա Էպիտաշվիլիին։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ռազմավարական և առանձնահատուկ նշանակության օբյեկտի զավթման փորձ, որը կատարվել է խմբակային եղանակով, ինչպես նաև մասնակցություն խմբակային բռնությանը։ Նշված հանցագործությունները նախատեսում են մինչև 6 տարվա ազատազրկում։ Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդհանուր առմամբ 64 անձ։ Նրանցից մի մասի, այդ թվում խմբակային բռնության կազմակերպման մեղադրանքով ձերբակալված քաղաքական գործիչների նկատմամբ պատիժն արդեն սահմանվել է, իսկ հաշտության համաձայնագիր կնքվել է 35 անձի հետ։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի Հանրապետության 2 քաղաքացիների, առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների խմբակային ապօրինի ձեռքբերման, պահպանման և ապօրինի իրացմանը նպաստելու մեղադրանքով։ Իրավապահները Զուգդիդիում մեղադրյալների անձնական խուզարկության և նրանց ժամանակավոր բնակության վայրի խուզարկության արդյունքում որպես իրեղենապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված առանձնապես խոշոր չափերով 625 փաթեթով փաթեթավորված թմրամիջոց մեթադոն։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Պետությունը մինչև 4 տարեկան երեխաների համար կֆինանսավորի երկկողմանի կոխլեար իմպլանտացիան։ Ծրագրի ընդլայնման հարցերի շուրջ առողջապահության նախարարը հանդիպել է Վրաստանի քիթ կոկորտ ականջաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների հետ։ Նշվել է, որ վաղ տարիքում լսողության լիարժեք վերականգնումը առանձնահատուկ նշանակություն ունի։ Ծրագրի շրջանակներում կշարունակվի նաև միակողմանի կոխլեար իմպլանտացիայի ֆինանսավորումը, որը համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում հասանելի կլինի բոլոր տարիքային խմբերի պացիենտների համար։ Պետական ծրագիրը ներառում է նաև կոխլեար իմպլանտացիայից հետո անհրաժեշտ վերականգնողական ծառայություններն ու թերապիան, ինչը կապահովի հիվանդների լիարժեք վերականգնումն ու բուժման արդյունքների բարելավումը։ Կոխլեար իմպլանտը հատուկ էլեկտրոնային սարք է, որն օգնում է ծանր լսողական խնդիրներ ունեցող մարդկանց ընկալել ձայները։ Այն վիրահատական ճանապարհով տեղադրվում է ականջում։ Ցանկանում ենք լսել մեր դաշնակիցների կարծիքները և համոզվել, որ նրանց տեսակետները հաշվի կառնվեն բոլոր այն որոշումներում, որոնք մենք կընդունենք, քանի որ նրանք մեր գործընկերներն են։ Իսկ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ։ Մարկո Ռուբիոյի խոսքով Իրանի հետ բանակցությունների գործընթացում արդեն իսկ որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու։ Նրա հայտարարությամբ Իրանի կողմից աջակցվող խմբավորումների հարցը անպայման կքննարկվի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև ընթացող բանակցություններում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը եռօրյա այցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններից հետո կայցելի Քուվեյթ և Բահրեյն։ ԱՄՆ-ի Սենատն ընդունել է օրինագիծ, որը սահմանափակում է Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի նկատմամբ։ Բանաձևին կողմ է քվեարկել 50 սենատոր, իսկ դեմ 48-ը։ Օրինագծին աջակցել են ոչ միայն ժողովրդավարները, այլև հանրապետականների մի մասը, չնայած այն հանգամանքին, որ Սենատում մեծամասնությունը պատկանում է հենց հանրապետական կուսակցությանը։ Նախաձեռնությունն այս ամսվա սկզբին արդեն հաստատվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից։ Կարևոր է, որ փաստաթուղթը չի փոխանցվելու նախագահին ստորագրման համար։ Նշված բանաձևը քննադատել է Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Սենատի որոշումը Իրանին ազդակ է ուղարկել, որ Միացյալ Նահանգները համաձայն չէ նրա գործողությունների հետ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինայի ռազմական գործողություններն ու Ռուսաստանի նկատմամբ ճնշումը ազդեցություն են ունենում ռուսական հասարակության տրամադրությունների վրա։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը իր ամենօրյա ուղերձում, Ռուսաստանում շատ մարդիկ արդեն դժգոհություն են հայտնում պատերազմի պատճառով։ Զելենսկին զրուցել է նաև Ուկրաինայի վերականգնման համաժողովի մասին, որը պետք է անցկացվի Լեհաստանի Գդանսկ քաղաքում։ Նրա խոսքով կարևոր է պահպանել կառուցողական մոտեցումը Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերություններում։
Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի հետ, սակայն 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Պուտինի խոսքով Ուկրաինան փորձում է հնարավոր բանակցություններում ուժեղ դիրքի տպավորություն ստեղծել, սակայն իրականությունը մարտի դաշտում լիովին այլ է։ Միաժամանակ Պուտինը նշել է Ուկրաինայի հետ բանակցությունների 4 սկզբունքները, որոնց մասին զրուցել էր 2024 թվականին արտաքին գործերի նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ։ Կիևը պետք է դուրս բերի իր զորքերը Դոնեցկից և Լուգանսկից, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի տարածաշրջաններից և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից։ Վրաստանը երկրորդ անգամ հյուրընկալում է համաշխարհային ռեգբիի երիտասարդական առաջնությունը։ Մինչև 20 տարեկանների մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից մինչև հուլիսի 18-ը։ Առաջնությանը մասնակցում են 16 երկրներ, իսկ հանդիպումները կանցկացվեն Թբիլիսիում և Քութայիսիում։ Վրաստանի սպորտի նախարարը հանդիպել է մինչև 20 տարեկան ռեգբիստների ազգային հավաքականի հետ։ Շալվա Գոգոլաձեն մարզիկներին հաջող ելույթ է մաղթել աշխարհի առաջնությունում։ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ ԱՄՆ-ն և Իրանը լավ են հասկանում միմյանց և աշխատում են արդար համաձայնագրի շուրջ։ Ինչպես Թրամփն է նշել, հիմնական պայմաններից մեկը, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել, Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն է։ Փենսիլվանիայում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ-ի առաջնորդը հայտարարել է, որ վերջին համաձայնության արդյունքում Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման ծավալներն աճել են։